Պոպի ձևով դուրս են հանում հյուրանոցի տարածքից, բացի դրանից ռեստորանում հյուրեր ունենք, ովքեր նախաճաշ էին եկել, հյուրերին կիսատ են թողել իրանց հացը, ասել են շուտ, արագացեք, հավաքեք ձեր վեշերը, դավայից ստեղից դուրս եկեք, ստեղ ուզարկումը։ Այդ ինչ շնորհք է, ով է տենց բան, ով է պատասխան տալու սրա համար։ Դեկտեմբեր ամսից մենք կոնկրետ անուն ենք հանել, կոնկրետ ամեն ինչ արել ենք, որ Ծաղկաձորի կյանքը փոխենք, որ ամեն տուրիստ, ով գալիս է այս երկիր, մեր հյուրընկալությունը տեսնի, մեր վերաբերմունքը տեսնի։ Ծաղկաձորում եւ ամենաէժան ռեստորանը մեր ռեստորանն էր։ Ինչի համար ենք դա արել, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցներ, որ մենք ինչ որ մեկի գրպանին ենք կպտում, հակառակը մենք ցույց ենք տալիս մեր հյուրընկալությունը, թե ինչքան մենք մեր հայ ազգի ջիգարն ենք ցույց տալիս։ Էսա մեր ջիգարը, էսա մեր իշխանությունները անում։ Ինչ անշակում, այսքան մարդու թողնել անգործ։ Ում ինչ իրավունքով, եթե ունեք ինչ որ քաղաքական ինչ որ չգիտեմ, իրար հետ չեք կարողանում հարց լուծեք, այս ժողովուրդը ինչ կապ ունի դրա հետ։ Ես ուզում եմ դրա համար պատասխան տան։ Ինչ է նշանակում իմ սենյակը մտնեն, դարակներս ջարդուխուրդ անեն, քանդեն դուրս գան։ Ով է այդ իրավունքը տվել։ Այսինքն որ իմիջային առումով նույնպես վնաս է հասցվել հյուրերի կողմից, հատկապես արտասահմանցի հյուրերի կողմից ինչ արձագանք է եղել։ Ասեմ ավելին, արտասահմանցի հյուրերի կողմից այդ հյուրանոցի մեր մենեջերը ավելի հստակ ասի, քանի որ ռեստորանը ավելի շատ ոնց որ տեղային է, մենք այդպես քիչ ամրագրումներ ունենք տուրիստականների առումով, այդ առումով չեմ կարող պատասխանել, դրա համար կպատասխանի մեր հյուրանոցի աշխատակիցը։ Ես ռեստորանի մասով կարամ ասեմ, որ ես ունեի բազում ամրագրումներ, հարսանիքներ, հարցը զանգել է ինձ կոնկրետ լացում, ասում է Արմինե ջան, ասում է ինչ անեմ, ասում եմ ցավը տամ, բայց ես ինչ եմ, արի իրար ձեռ բռնենք, գնանք կառավարության շենքի դեմը կանգնենք, ասենք ախպեր ջան, այս մարդիկ չեն թողնեմ, որ դուք հարսանիք անեք ըստեղ։ Ինչ անեմ, ասեմ ավելին, հուլիսի 8-ին, իդե պարոն Փաշինյան, հուլիսի 8-ին վիրավորված զինվորի ծնունդ էր ու ես եւ Հովսեփ Սահակյան հյուրանոցի տնօրենը մենք որոշել ենք մեր անձնական գումարով այդ տղայի ծնունդը մեր մոտ կազմակերպենք լրիվ անվճար իրան տրամադրում ենք հյուրանոցի համար իր համար նվեր ենք պատրաստել ինչպես նաեւ բնականաբար իր ծնունդը մենք անվճար ենք ու ես ու Հովսեփը որոշել ենք որ այդ մեր կողմից է արվելու ու այդ մարդը զանգում է ինձ ասում Արմինե ջան բա ես գալիս եմ ու տեսնելով մեր այդ հաղորդագրությունը որ մենք դրել ենք որ մեր ռեստորանը ժամանակավորապես չի աշխատում ու որ գետինը մտնի ավելի լավ է, քան թե sense բանի առաջ կանգնենք։ Ես չգիտեմ, ես պահանջում եմ իշխանություններից, այս որոշումը չեղարկեք, մարդիկ թողան խելոք իրանց համար, իրանց գլուխները կախ աշխատեն, մենք դա պահանջում ենք, դա մեր իրավունքն է, որ սև լիներ այդ 2018 թիվը, որ ես անձամբ գնացել եմ այդ անտեր հրապարակում գոռացել եմ Նիկոլ Վարչապետ, որ այսօրվա դրությամբ sense վիճակում լինեմ։ Եղունգը չարժե Գագիկ Ծառուկյանի, ես այդպես ղեկավար չեմ տեսել իմ կյանքի մեջ, շատ ղեկավարներ եմ ունեցել, բայց իր նման ջիգարով, իր նման մարդասեր, իր նման աստծով, իր նման բարերար գոյություն չունի այս երկրում, գոյություն չունի ու գետինը մտեք, ամոթ լինի ձեզ, որ դուք նման բան արեցիք, կամ այդ կադրերը, այդ շոուները, ում եք գժի տեղ դնում, էլի։ Դուք մի Ծառուկյանի հետ նստեք, երկու բառ խոսացեք, դուք տեսեք ինչ տիպ եք մի 6 ամիս մոտիվացվում։ Այդ մարդը այսքան արե դրե ստեղծելա, որ գաք տենց յանի ձեր մոմենտով բռնեք փագեք, ասեք դավայցի գնացեք տուն, կներեք իմ փողոցային բարբարի համար, ուղղակի շատ բարկացած եմ։ Չի կարելի, սենց բան չեն անում։ Շնորհակալություն, ասացիք